Աստղային պատերազմ հատուկ այս կոմենտների համար։ Առաջին. Դարթ Վեյդերի ձայնը եւ մարմինը տարբեր մարդիկ էին։ Մարմինը Դեյվիդ Փրոզինն էր, իսկ ձայնը Ջեյմս Էռլ Ջոնսինը։ Փրոզը նույնիսկ չգիտեր, որ իր ձայնը փոխվելու է։ Երկրորդ. Վեյդերի հայտնի I'm your father տողը գաղտնի էր։ He told me you killed him. No. I am your father. Նկարահանման ժամանակ Մարկ Համիլը լսել է այլ տեքստ, իսկ իրական տարբերակը իմացել է միայն պրեմիերայից առաջ։ Երրորդ. Ռեժիսոր Ջորջ Լուկասը կարծում էր, որ ֆիլմը ձախողվելու է։ Նա այնքան չէր հավատում ֆիլմին, որ պրեմիերայի ժամանակ գտնվում էր Հավայան կղզիներում։ Չորրորդ. Ստուդիան չհավանեց ֆիլմը։ Ֆոքսը կարծում էր, որ այն շատ տարօրինակ է եւ չի աշխատի, սակայն աշխատեց։ 5. R2D2-ն երբեմն չէր աշխատում։ Այն հաճախ փչանում էր ու չէր շարժվում, դրա պատճառով կանգնում էր ամբողջ նկարահանումը, մինչև դա վերանորոգվեր։ 6. Վեյդերի սաղավարտը փակում էր իր տեսողությունը։ Դերասանը գրեթե չէր տեսնում ու շարժվում էր մեծ դժվարությամբ, մոտավորապես հիշելով շրջակայքը։ 7. Հոթի սառույցը իրականում աղ էր։ Այդ տեսարանը ստանալու համար օգտագործվել է աղ եւ փոշի։ 8. Յոդան պետք է սկզբում լիներ կապիկ, սակայն նկարահանման ժամանակ այդ գաղափարը փոխվում է եւ վերածվում սրան։ 9. Ֆիլմը փոխեց կինոյի բիզնես մոդելը։ Ստեղծվեցին հերոսներով խաղալիքներ, ինչը դարձավ հսկայական բիզնես եւ Լուկասը միլիարդներ վաստակեց։ Եվ 10. Տիեզերանավերը շատ փոքր չափսերի են։ Այն պատրաստվել է շատ փոքր չափսերով ու դրանց մեծությունը տեսողական խաբկանք է։ Մեկնաբանություններում գրեք ձեր սիրած ֆիլմը, որպեսզի անդրադառնանք։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։